Շենգավիթի մանկապատանեկան շախմատի դպրոցը վերաբացումից հետո արդեն ունի մոտ 240 աշակերտ։ Նորակառույց մարզադպրոցի շինարարության և տարածքի բարեկարգման ծախսը կազմել է 200 միլիոն դրամ։ Մարզադպրոցում տեղադրվել է մասնագիտական և գրասենյակային լիովին նոր գույք։ Շախմատի դպրոցում աշակերտները վերադարձել են բնականոն պարապմունքներին։ Երկհարկանի դպրոցում կան 10-ից ավելի լսարաններ, անհատական մարզումների համար նախատեսված սենյակներ։ Երեխաները շախմատային դպրոց են հաճախում անվճար։ Շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանի խոսքով, մինչև սեպտեմբեր երեխաների թիվը կհասնի 400-ի։ Դպրոցն առայժմ ունի 8 մարզիչ, բայց երեխաների հոսքին զուգահեռ կբացվեն նոր աշխատատեղեր։ Մենք արդեն շատ կարճ ժամանակի աշխատում ենք, բայց մարզիչները ասում են, որ կան 5-6-7 տարեկան երեխաներ, որ արդեն զգացվում է, որ տաղանդավոր են։ Շախմատի դպրոցի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Հանրապետության նախագահը շրջել է լսարաններով, ծանոթացել պայմաններին, հետո բլից պարտիա Սարգսյան Իլյումժինով։ Մի քանի րոպե տևած պարտիան ավարտվեց խաղաղ դաշինքով։ 24 երկրների 120 շախմատիստների մասնակցությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնությունը։ Մրցաշարն անցկացվում է 7 տարբեր ենթախմբերով, մասնակցում են նաև գրոսմայստերներ։ Այս թափը, այս մրցաշարերը, այս շարժումը պետք է օգնի, որ մենք նորից վերականգնենք մեր ավանդույթները եւ կարողանանք աճեցնել այնպիսի շախմատիստներ, որոնք որ նույնպես բարձր կպահեն Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր մրցաշարերում։ Խուլերի շախմատային մրցաշար Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, եւ ըստ FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի, այս մրցաշարը կօգնի շախմատում հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար։ FIDE-ի ղեկավարի խոսքով Երևանում կանցկացվի խուլերի միջազգային ասոցիացիայի կոնգրես, կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն խուլու համրերի շրջանում շախմատի զարգացմանը։ Երևանը Հայաստանը համաշխարհային շախմատի զարգացման կենտրոնն է եւ իզուր չէ, որ այս մրցաշարն անցկացվում է մի երկրում, որը 3 անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադայում։ Մրցաշարի բացումն ազդարարեցին Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը, որոնք մի քանի պարտիաների առաջին քայլերն արեցին։ Մրցաշարին Հայաստանը ներկայացված է 45 շախմատիստով։ Նախորդ տարիների համեմատ մասնակիցների քանակն ավելացել է, բացի այդ ստեղծվել են խուլերի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներ։ Խաղատախտակի առաջ իմաստուն խաղի վարպետները կպայքարեն 10 նոր։ Գիրիգոր Ավետիսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։